ձեզ, մի քիչ զսպված եղեք։ Պարոն Եղոյան, իրոք զսպեք ձեզ։ Զսպեք ձեզ, պարոն Եղոյան։ Քանի անգամ ինձ ընդհատեցին, կվերականգնեք ժամանակը։ Ամոթը։ Պարոն Եղոյան, ես ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Նախ մի գոռացեք, երկրորդը ամոթը պարոն Եղոյան, Փարշիզադեի ու Ալիևի պահանջներ իրականացնելն է։ Դրանց մասին զգուշացնելը չի, ամենամեծ ամոթը դա է։ Ես իսկապես այս ամբիոնից ուզում էի խոսել, թե ինչ անհրաժեշտություն կա փոփոխություններ իրականացնելու մեր երկրում ու առաջինը դա այո, ամբողջական իշխանության զսպումն է, ամբողջական, որովհետև ցանկացած բարձվում է ուժի ձեռքում, ամբողջական իշխանությունը, այսինքն այլանդակ պատկեր է բերում մեր քաղաքացիների համար, բայց երևի դա կմնա հաջորդ ելույթներին, ինչ ասեմ, դմդմփու Արեգ Կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Շնորհակալություն Հարություն Հարությունյան։ Տիկին Վարդանյան, դուք էլ էլի լավ ռիսերչ չեք արել նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020 թվականի փետրվարին եւ 2020 թվականի հուլիսին։ Ցույց կտամ, իդեպ ժամանակին պարոն Գեղամ Մանուկյանը ինձ ասում էր, եթե ես ինչը անես, անունս կփոխեմ։ Համաձայն եք, եթե ցույց եմ տալիս ձեր անունը կփոխեք։ Ցույց կտամ, հենց հիմա ձեզ ուղարկում եմ, պարոն Մանուկյանին լինքը կուղարկեմ, ձեզ ցույց կտամ։ Հարություն Հարությունյան, հարգելի գործընկերներ, հենց հիմա ես Տիկին Վարդանի համարը չունեմ, բայց ուղարկում եմ Գեղամ Մանուկյանի համարը ունեմ։ Իրան ինքը ցույց կտա։ Եվ կսպասեմ ձեր ներողությանը, Տիկին Վարդանյան։ Պարոն Հարությունյան, համեցեք։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ողջույն սիրելի հայ ժողովուրդ։